Մենք հասանք մեր բաժնին, որը կոչվում է «Ինչ կպատասխանեիր» եւ գիտեք, այս բաժնի մեջ Տեր Հիսուսի տված հարցերին ենք անդրադառնում։ Այսօր 22-րդ հարցն է, որին կանդրադառնանք, եւ հարցը հետեւյալն է. Ինչ եք կարծում, հովիվը 99 ոչխարը չի թողնի եւ գնա մեկին որոնելու։ Վերնագիրը այսպես, բայց եկեք ընթերցենք Աստվածաշնչից այդ հատվածը, Մատթեոս ավետարան 18:12-ում, Տեր ասում է. ինչ եք կարծում, եթե մի մարդ 100 ոչխար ունենա ու նրանցից մեկը մոլորվի, նա 99-ին չի թողնի լեռներում եւ գնա մոլորվածին որոնելու։ Եվ Տերը մեզ հարցնում է. ինչ եք կարծում։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Կթողնի, թե չի թողնի։ Եվ մինչև հարցին պատասխանել, ուզում եմ Ղուկասի ավետարանում մի քիչ ավելի մանրամասն է գրված, Ղուկաս 15:4-7 հատվածը ընթերցենք, այս նույն հարցը կա այնտեղ։ Ձեզանից ով 100 ոչխար ունենա եւ եթե դրանցից մեկը կորցնի, 99-ը անապատում չի թողնի եւ կորածի հետևից չի գնա մինչեւ որ այն գտնի, եւ երբ որ գտնի, ուրախացած նրան իր ուսերին կդնի եւ տուն գալով բարեկամներին ու հարևաններին կկանչի ու նրանց կասի. ինձ հետ ուրախացեք, որովհետև իմ կորած ոչխարը գտա։ Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան 99 արդարների համար, որոնք ապաշխարության կարիք չունեն։ Այստեղ հասկանում ենք, որ խոսքը գառների մասին չի եւ ոչ էլ ոչխարների մասին է, խոսքը օրինակը կորած, մոլորված մարդու մասին։ Եվ եթե հետ գնանք Մատթեոսի ավետարան 13-14 գլուխները, ներողություն 18-րդ գլխի 13-14 խոսքերը, եկեք 12-ը նորից կարդամ, որտեղ հարցը ուզում եմ մեր մեջ արձագանքի։ Ինչ եք կարծում, եթե մի մարդ 100 ոչխար ունենա եւ նրանցից մեկը մոլորվի, նա 99-ին չի թողնի լեռներում եւ գնա մոլորվածին որոնելու, եւ եթե դրան գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, դրա համար ավելի կուրախանա, քան այն 99-ի, որոնք չեն մոլորվել։ Այսպես էլ ձեր երկնավոր Հայրը չի կամենում, որ այս փոքրիկներից որևէ մեկը կորչի։ Կրկին տեսնում ենք այստեղ էլ կրկին մարդու մասին է խոսքը եւ մենք այս հատվածում, այս հարցի մեջ տեսնում ենք Տեր Աստծու վերաբերմունքը կորած ու մոլորված մարդկանց հանդեպ։ Եվ այս հարցին կտալիս է իր աշակերտներին։ Եթե դու քեզ համարում ես իր աշակերտը, Տերը այս հարցով ինչ-որ բան էր ուզում իր աշակերտներին սովորեցնել։ Եվ ես ուզում եմ այդ ինչ-որ բանը դու եւ ես այսօր, որ մեզ համարում ենք Քրիստոսի աշակերտը, ես եւ դու սովորենք այն, ինչը որ Տերը ուզում էր իր աշակերտներին սովորեցնել։ Մեր եկեղեցում մենք նոր ծառայություն ենք սկսել։ Իհարկե այդ ծառայությունը միշտ արել ենք, բայց ես ուզում եմ սա կանոնակարգված ծառայություն լինի եւ արդեն հայտարարել եմ սրա մասին, կոչվում է եկեղեցու տկարացած անդամներին օգնության ծառայություն։ Եվ բնականաբար երբ որ եկեղեցին մեծանում է, հովիվը չի հասցնում բոլոր տկարացած, երբ որ մեր եկեղեցին ընդամենը 40 հոգի էր եւ մենք հավաքվում ենք մեր վայր եղբայրենց տանը, բնականաբար ես բոլորի հետ հասցնում էի անձնապես շփվել, երբ որ մեկը չէր գալիս, զգում էի ով չի եկել այդ օրը, բայց հիմա, ասենք, երբ որ հավաքվում ենք Կիրակի օրը, շատ հաճախ ես չեմ տեսնում եւ չեմ նկատում, այս մեկը եկել էր թե չէր եկել, մեկ էլ զանգում եմ, ասում եմ, ես Կիրակի քեզ չտեսա, ասում եմ, ես դահլիճում եմ եղել։ Այն մեկին էլ չեմ զգում, որ դահլիճում չի։ Մի խոսքով, մեծ եկեղեցին էլ իր ուրիշ խնդիրներ ունի։ Դրա համար այս ծառայությունը, որ մենք սկսում ենք, նրա համար է, որ ամեն մեկը իր աշակերտական խմբում խնամք տանի այսպիսի տկարացած անդամների եւ երբ որ այս ծառայության մասին եւ այսօրվա հարցը երբ որ կարդացի, ես ասացի ճիշտ այս ծառայությունն է։ Ճիշտ, որովհետեւ երբեմն մեզանից յուրաքանչյուրը կարող է տկարանալ։ Եվ կյանքի ժամանակաշրջաններ կան, հարվածներ կան, ընթացքներ կան, առողջական, անձնական, չգիտեմ, աշխատանքային, որ մեզ, ասես, ծնկի են բերում, sense
որ ոչ թե ծնկի ենք գալիս, այլ խփում են մեր ծնկներին ու մեզ ծնկի են բերում։ Եվ այդ ժամանակ, գիտեք, Տեր Հիսուսը հենց եկեղեցին դրել է նրա համար, որ ասում է ձեզանից ով հավատքի մեջ զորավոր է, թող տկարների տկարությունը վերառնի։ Եվ մենք իրար օգնելով պիտի գնանք առաջ, որովհետև այդպես չկա, որ մեկը միշտ վերելքի վրա լինի, այն մեկը միշտ անկման, մեկ վերելք է, մեկ անկում է, եւ վերելքում լինողները, որ ասում է տկարների տկարությունը վերառեք, եթե դուք զորավոր եք, սրա մասին է, որ եթե դու այսօր վերելքում ես, օգնի այն տկարացածին, որպեսզի երբ որ քո ընկնելու կամ քո տկարանալու ժամանակը գա, ինչ որ մեկն էլ քեզ օգնի, որովհետև մարդը ինչ ցանում է, այն էլ հնձելու է։ Հակոբոսի 5:19-ում շատ հրաշալի մի խոսք է գրված, գրված է հետևյալը, եւ այստեղ կարծում եմ նաեւ վարդապետական շատ կարևոր ուսուցում կա։ Գրված է հետևյալը. եղբայրներ, եթե ձեզանից մեկը ճշմարտության ճանապարհից շեղվի, վարդապետական ուսուցումը սա է, ոմանք ասում են հնարավոր չի, եթե դու ապաշխարել ես, դու ճշմարտության ճանապարհից չես կարող շեղվել։ Ես կարծում եմ սա սուտ է եւ հակասում է Աստվածաշնչին։ Որտեղ ասում է եղբայրներ, Հակոբոս առաքյալը չէր ասի վերստին ծնունդ չունեցող մարդկանց, եղբայրներ, եթե ձեզանից մեկը ճշմարտության ճանապարհից շեղվի, իսկ մեկ ուրիշը նրան հետ բերի, թող իմանա, որ մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ բերողը մի հոգի մահից կփրկի եւ բազում մեղքերից կմաքրի։ Եվ մենք հասկանում ենք, որ հնարավոր է, վարդապետական շեղում էլ կա, որ ասում է հնարավոր չի, որ դու կործանվես, եթե դու մեկ անգամ ապաշխարես, դու փրկվելու ես։ Ես համարում եմ, որ սա հենց այս հատվածը խոսում է նրա մասին, որ կա վտանգ, որ ճշմարտության ճանապարհից, քանի որ մենք ունենք թշնամի, քանի որ կա աշխարհի ճնշումը, աշխարհի գայթակղությունները, այդ փուշն ու տատասկը կամ աշակերտության բացակայությունը, երբ որ մարդը ապաշխարում է եւ չունի աշակերտություն, չունի հոգեվոր աճ, չունի արմատներ, ինքը այսպես ոգևորված կաճի ու հետո կգա մի պահ, երբ որ կգան իր կյանքում դժվարությունները, ճնշումները, եւ ինքը ուզում է փախնի հավատքից արդեն։ Իսկ Քրիստոսով լցված, Աստծո հոգով լցված մարդը ինքը այն պտղաբեր մարդն է, որի արմատները խորացել են հավատքի կյանքում եւ ինքը ոչ թե նրանից է զորություն խնդրում, այլ Սուրբ Հոգուց է զորություն ընդունում եւ Քրիստոսով զորացած դիմակայում է բոլոր դժվարություններին, ինչպես որ Պողոս առաքյալի դեպքում Հռոմեացիս 8-րդ գլխում գրված է, որ ինչը մեզ կբաժանի Քրիստոսի սիրուց, ինչը։ Եվ հետո այնտեղ թվարկում է, բայց այդ թվարկման իմաստը հետեւյալն է. ոչ մի բան մեզ չպիտի կարողանա բաժանի Քրիստոսի սիրուց։ Եղբայրներ, եթե ձեզանից մեկը ճշմարտության ճանապարհից շեղվի, իսկ մեկ ուրիշը նրան հետ բերի, թող իմանա, որ մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ բերողը մի հոգու կփրկի մահից։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է եղբայրներ, եթե դուք շեղվեք ճշմարտության ճանապարհից եւ գնաք այդ ճանապարհով, դրա վերջը մահն է։ Իսկ եթե ինչ-որ մեկը օգնի այս մարդը ճշմարտության ճանապարհից վերադառնա այդ մոլորության ճանապարհից դեպի ճշմարտության ճանապարհը, ինքը մեկ հոգի է փրկում։ Ահա երբ որ Տերը ասում էր, լսեք, հիշում եք անառակ որդու պատմությունը, երբ որ վերադարձավ անառակ որդին, այն եղբայրը, որ տանն էր, կարծես հայրը այդքան այդ եղբորով չէր ուրախանում իր զավակով, որը որ հավատարիմ էր մնացել, որքան այս մոլորվածի վերադարձով էր ուրախանում։ Եվ Տեր Հիսուսը այս հարցն է տալիս, ասում է, հիմա այդ 99 այդքան ուրախություն չեն պատճառում այս 100 ոչխար ունեցող մարդուն, որքան այդ մեկի մոլորվածի գտնվելը, որովհետև ինքը ուսերին դրած բերում է տուն, հետնել հարևաններին կանչում է, մի հատ խնջույք է անում ու ասում է ուրախացեք ինձ հետ միասին, այս իմ գառնուկը մոլորված էր, հիմա գտնվեց։ Եվ մենք հասկացանք, որ սա գառնուկի մասին չի, սա մարդու մասին է։ Եվ այստեղ Աստծո սերն է կորած ու մոլորված մարդու հանդեպ։ Եվ այս փոքրերից մեկին ասելով ի նկատի ունի
Այն որ հավատքի մեջ տկար են, այն որ դեռ հասունացած չեն հոգևորապես, դեռ արմատներ չունեն։ Թեև Պողոս առաքյալը նաև Աստվածաշնչում շատ կա գրած, ասում է, ձեր հավատքի տարիներին նայելով դուք պիտի արդեն կոշտ կերակուր ուտեիք, բայց դեռ կաթի եք կարող, դեռ պետք է որ մեկը ձեզ կերակրի, բայց ձեր հավատքի տարիներին նայելով դուք պիտի ուրիշներին խնամք տանող լինեիք, բայց դուք հիմա այստեղից այնտեղից օգնություն եք ակնկալում, կաթ եւ կոշտ կերակուր չեք էլ կարող մարսել, եւ սա նաեւ խնդիր է, երբ որ քո երեխան արդեն, չգիտեմ, 30 տարեկան է ու դու շշով ես իրան կերակրում, սա մեծագույն ողբերգություն է, սա խնդիր է, եւ մենք պիտի հավատքի կյանքում սա տեսնենք։ Եկեք կարդանք, կրկին գնանք համատեքստը Մատթեոսի ավետարան 18-րդ գլխի, որպեսզի լավ հասկանանք Տեր Հիսուսի հարցը 18-րդ գլխի 6-ից 11, մենք 12-ում էր այս հարցը, բայց 6-ից 11-ը կարդանք։ Տեր Հիսուսն ասում, իսկ ով ինձ հավատացող այս փոքրերից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, որ նրա վզից մի ջրաղացի քար կախվի եւ նա ծովի հատակը սուզվի։ Վայ աշխարհին գայթակղությունների համար, որովհետեւ հարկ է, որ գայթակղությունները գան, սակայն վայ այն մարդուն, որի միջոցով գայթակղությունը կգա։ Եթե ձեռքդ կամ ոտքդ քեզ գայթակղեցնում է, կտրին այն ու դեն գցիր։ Քեզ համար ավելի լավ է կաղ կամ հաշմանդամ կյանք մտնես, քան երկու ձեռք եւ երկու ոտք ունենաս, բայց հավիտենական կրակի մեջ գցվես։ Եվ եթե աչքդ քեզ գայթակղեցնում է, հանիր այն ու դեն նետիր։ Քեզ համար ավելի լավ է մեկ աչքով կյանքը մտնես, քան երկու աչք ունենաս, բայց կրակի գեհենը գցվես։ Զգույշ եղեք, որ այս փոքրերից մեկին չանարգեք, որովհետև ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր հոր երեսը, որովհետև մարդու որդին եկավ կորածին փրկելու։ Սիրելիներ, ո՞րն է մեր առաքելությունը։ Մեր առաքելությունը կորածին որոնելը եւ փրկելն է։ Մեր առաքելությունը Քրիստոսի առաքելությունը շարունակելն է, կորածներին փնտրել եւ փրկության ճանապարհը ցույց տալ կամ ապրեցնել, ինչպես գրված է։ Եթե մեր Տերը այսպես թանկ է գնահատում մեկ կորածին, իր ասելով մեկ կորածի գտնվելու վրա ավելի է ուրախանում, քան 99 գտածներին, որ չեն կորել։ Սա չի նշանակում այն մեկին ավելի շատ է սիրում, քան այս 99-ին, որովհետև այս 99-ից որն էլ դժվարության մեջ լինի, թանկ է իր համար։ Բայց ուրախության աստիճանը անհամեմատելի է, 99-ն այդքան չեն ուրախացնում Տիրոջ սիրտը, որքան ուրախացնում է մեկ կորածի գտնվելը, մեկ մոլորվածին ճշմարտության ճանապարհին վերադարձնելը։ Եթե մենք ուզում ենք Աստծո սիրտը ուրախացնենք, որտեղ Ղուկասի ավետարանում գրված է երկնքում հրեշտակների մոտ ցնծություն է, ուրախություն է, երբ որ մեկ մեղավոր ապաշխարում է։ Մենք պիտի պատասխանենք Տեր Հիսուսի հարցին, արդյոք մենք հասկանում ենք, ինչն է նրա սիրտը ուրախացնում։ Արդյոք եթե մենք կորցրած լինենք այդ մեկին, չենք գնա, ասենք դե լավ 99 ունենք, ինչներիս է պետք։ Չէ։ Թանկ է Տիրոջ համար մեկ կորածը։ Եվ մենք եթե Տիրոջ հոգին ունենք մեր մեջ, պիտի նույն վերաբերմունք ունենանք կորածների հանդեպ կամ շեղվածների, մոլորվածների հանդեպ։ Երեմիայի մարգարեության մեջ մի հետաքրքիր հատված կա, որ ուզում եմ ընթերցել, Երեմիայի մարգարեություն 50-րդ գլխում 6 եւ 7 խոսքերը, ուշադիր լսեք։ Իմ ժողովուրդը կորած ոչխար էր։ Նրա հովիվները մոլորեցրել են նրանց։ Լեռների վրա նրանց դարձրին, լեռից բլուր գնացին, իրենց փարախը մոռացան։ Ինչ է ասում։ Չգիտեմ, այս հատվածին ծանոթ եք թե չէ, բայց ասում է, լսեք, հովիվներ կան։ Երբ որ մարդիկ 5 տակարանում հովիվներ են կարդում, գիտեն այսօրվա եկեղեցու հովիվներին է ասում։ Այն ժամանակ հովիվ բառը այս իմաստով չէր օգտագործվում։ Հովիվներ ասելով առաջնորդների նկատի ունի։ Այդ թվում նաև եկեղեցու առաջնորդները, բայց նաև երկրի առաջնորդները, նաև կրոնական առաջնորդները, նաև, չգիտեմ, ամեն մեկը, ով ժողովրդի ընթացքի վրա ազդեցություն ունի,
հովիվները ասելով, ոմանք երբ որ իրանց հովիվներից նեղացած են, այսպիսի հատվածներ են Facebook դնում, չար հովիվների մասին կա գրած, բայց պիտի հասկանանք ճիշտ առաջնորդների նկատի ունի այստեղ, ասում է, նրանք իմ ժողովրդին այստեղ տարան, սարը հանեցին, ձորը տարան, փարախը մոռացան, իրանց համար ապահովության վայրը, այս իմ հոտը մոռացավ, որտեղ է Տիրոջ ապահովության վայրը։ Բոլոր նրանց գտնողները լափեցին նրանց եւ նրանց թշնամիները ասացին. մենք հանցավոր չենք, որովհետեւ նրանք մեղք են գործել Տիրոջ դեմ, արդարության բնակարանի դեմ, Տիրոջ իրենց հայրերի հույսի դեմ։ Մոլորված են այն մարդիկ, որոնք մեղք են գործում Աստծու դեմ, Աստծու դրած կարգի դեմ։ Այսինքն մոլորվել իմաստը Աստծու Աստվածաշնչի ասածով չապրելն է։ Եվ գիտեք, միշտ մեղավորը ժողովուրդը չի։ Երբ որ ես լսում եմ ծառայողները կանգնում են ու ասում են հիմա ժողովուրդը չի լսում, հիմա ժողովուրդը այսպիսին է, հիմա ժողովուրդը այնպիսին է, ես ասում եմ այդպես չի, Աստվածաշունչը ասում է ժողովրդի այդպիսին լինելու մեղավորը ուսուցանող քահանայի բացակայությունն է։ Աստվածաշունչն է ասում։ Երկար տարիներ առանց ուսուցանող քահանայի մնաց։ Աստծու ճշմարիտ խոսքի փոխանցելու անկարողությունը կամ կամեցողության բացակայությունը, ես չգիտեմ ինչ ասես կլսեք այսօր ինտերնետում, ինչ են որ մարդու երևակայության մեջ չտեղավորվող ուսուցումներ, որ լսում ես ու ասում ես, իսկ ինչի հիման վրա ես դու այս բանը սովորեցնում։ Դե որովհետև ես այդպես եմ արել, տենց գործում եմ։ Իսկ Աստծու խոսքը տրամաբանություն կգտնեք, ամեն մեկը տրամաբանորեն ուսուցանում է եւ մոլորեցնում է մարդկանց, որովհետև տրամաբանորեն է ուսուցանում, չի ասում գրված է, այլ ասում են լսեք, ես այսպես եմ արել ու լավ է եղել։ Շատ մարդիկ էլ արդեն այդ արհեստական ինտելեկտին են հարցնում։ Հոգևոր հարցեր են տալիս։ Եվ արհեստական ինտելեկտի աճեցրած հոտն է արդեն ի հայտ եկել։ Ես կարծում եմ արհեստական ինտելեկտը առաջիկա տարիներին այնպես է զարգանալու, որ իր քարոզների պես ոչ մի քարոզիչ չի կարողանալու քարոզ տա։ Որովհետև ինքը վերցնում է, ինքը չի ստեղծագործում, ինքը վերցնում է լավագույն քարոզիչներից ծաղկակաղ անում ու տալիս է ամենալավ օրինակներով ամենալավ քարոզները։ Եվ եթե այսօր տեքստային է, վաղը կարող է մեկի դեմքը դնեն, ասենք չզարմանաք, եթե ասենք օրինակ իմ դեմքով, իմ ձայնով, իմ շարժու ձևով ինչ որ մեկը քարոզի են, ինչ որ ես երբեք չեմ ասել։ Եվ հիմա զարգանում են տեխնոլոգիաները։ Եվ մենք այս դարաշրջանում ենք ապրում, երբ որ սուտը ճշմարտությունից դժվար է լինելու տարբերել, բայց կարողանալու են տարբերել այն մարդիկ, ովքեր Աստվածաշունչ են կարդում, ովքեր Սուրբ Հոգով լցված են, որտեղ անհոգի քարոզներ են լինելու դրանք մարդկանց հիացնող, բայց կյանքեր չփոխող քարոզներ են լինելու, որտեղ զորությունը իմաստության խոսքերից չի, արհեստական այդ բանականությունը ինքը կարողանալու է իմաստության խոսքեր խոսի, բայց չի կարողանալու հոգու զորությունը փոխանցի։ Եվ մոլորեցնում են սխալ առաջնորդները, սխալ տեղից հոգևոր սնունդ ընդունելը, Աստվածաշնչի հիմքից դուրս ուղղորդում ու քարոզ լսելը մոլորեցնում են մարդուն եւ մոռացնել են տալիս փարախը։ Եվ Տերը ասում է դուք թանկ եք ինձ համար։ Մեկ կորածի համար ես պատրաստ եմ 99 չկորածներին թողելու ու գնամ, որպեսզի որոնեմ ու գտնեմ։ Եվ մեզ է սովորեցնում, ասում է այնպես ապրեք, որ գայթակղություն չլինեք, որ չլինի, որ քո պատճառով մեկը քեզ նայի։ Բոլորը մտածում են, գայթակղվում են մարդիկ ծառայողներից, ոչ։ Կարա քեզ նայի,
ու գայթակղվի, եւ դու պիտի մտածես, ես իմ բաժինը, որ ինձ նայողը հավատքից չգայթակղվի։ Նայ քո խոսելակերպին, նայ քո սկզբունքներին, քո արժեքներին, քո վերաբերմունքին մարդկանց, ու տես, դու գրավում ես մարդուն դեպի հավատքի կյանք, թե վանում ես մարդուն հավատքի կյանքից։ Քեզ նայողը ուզում է քո նման, չգիտեմ, Տիրոջը վայելող հավատացյալ դառնա, թե քեզ նայողը ուզում է այդ եկեղեցուց հեռու մնա։ Զգույշ եղեք։ Տերը այդ փոքրերից մեկին, որ ասում է, մեծ դժվարությամբ գտնում է ու բերում է եկեղեցի, բերում է իր փարախը եւ հանկարծ ինչ որ մեկը այդ փարախի մեջ պոզահարում է իր վերաբերմունքով եւ նա էլ թողում ու գնում էր մոլորվում է, ասում է վայ այդ մարդուն, որի պատճառով գայթակղություն կգա։ Մենք ինչպես ենք գնահատում խավարի մեջ նստած մարդկանց, մենք ինչպես ենք գնահատում ճշմարտությունից մոլորված մեր եղբայրներին ու քույրերին։ Տեր Հիսուսը Հովաննես ավետարան 10-րդ գլխում ասում է, որ գողը գալիս է, որ գողանա, սպանի ու կործանի, բայց ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ առատությամբ ունենաք այդ կյանքը, եւ հետո ասում է, ես եմ բարի հովիվը, որ իր կյանքը դնում է իր ոչխարների համար։ Բայց կան վարձկաններ, որ տեսնում են վտանգը ու միանգամից փախչում են, որտեղ իրենց կյանքը իրենց համար ավելի կարևոր է։ Ես ուզում եմ այսօրվա այս հարցը ամեն մեկս փորձենք աղոթքով պատասխանել։ Իսկ մեզ համար այն մեկ կորածը թանկ է, թե ոչ։ Եթե դու այդ 99-ի մեջ ես, քեզ համար մեկ կորածը թանկ է։ Եվ եթե այո, նայիր քո շրջապատին, ով կա, որ քո օգնության կարիք ունի։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք, Տեր։ Շնորհակալ ենք, որ քո խոսքը կենթանի ու զորավոր կերպով խոսում է մեր սրտերին։ Շնորհակալ ենք, Տեր, դուր որ ամեն մեկս քո վերաբերմունքը ունենանք այդ թանկ, այդ սիրելի մարդկանց հանդեպ, որոնք այսօր գուցե մոլորվել են ճշմարտության ճանապարհից, գուցե խավարի մեջ նստած մեկի մասին է խոսքը, Տեր, դուր որ մենք էլ քո նման պատրաստ լինենք թողնելու 99-ին եւ գնալու մեկ կորածի հետևից։ Եվ թող սա միայն խոսքեր չլինի, Տեր, այլ քո հոգին հիշեցնի մեզ, հանգիստ չտա մեզ, որ մենք ապահովության մեջ ենք ու ամեն ինչ լավ է, այլ մենք մտածենք վտանգի մեջ լինողների մասին, շեղվածների, մոլորվածների եւ դեռ չապաշխարած մարդկանց մասին, որովհետեւ գիտենք, որ մեկ մեղավորի ապաշխարությամբ երկնքում ուրախություն է եւ քո սիրտ ուրախանում է, երբ քո կորած զավակը գտնվում է։ Դուր որ այս կյանքով ապրենք, այսպիսի կյանքով ապրենք եւ քո սիրտ ուրախացնողներ լինենք։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։